Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս առավոտ շուտ, խոզերին արդեն կերակրե եկել եմ, նրբաբլիթ խմոր եմ պատրաստել, Արսենս նրբաբլիթներ է ուզում, հիմա պատրաստել եմ, թողնում եմ մոտավորապես 30-40 րոպե մնա, գնում եմ դուրս գործանեմ, այդ իսկ պատճառով եմ երկար թողնում մնա, հիմա գնանք տեսնենք ինչ գործ եմ սկսել, արդեն սկսել եկել եմ, խմորն արել եմ, հիմա գնում եմ շարունակեմ, հələ նայեք ինչ սիրուն աղջիկներ ջան, մեկը մեկից լավ է, Էլինաս նոր արթնացավ, հիմա մի 2 րոպե սիրեմ ու նոր դուրս գամ, բոլորը ձեզ, ուր գնացին ղազերը, դուռը բաց էի, թողի աղջիկեք ջան, դուս են եկե, եկեք գնանք վերցնեմ, անցնենք գործի, էսի մեր ես փոքր ձակնա, Վասյան է անունը մա, հա, Վասյան, մաման նայում է էլի վիդեոյով, Վասյանա, նա ինչքան է մեծացել, ասմա չես նկարում, ես տեսնեմ, ասում ես ա քեշ մնաս, կգաս իրական կտենաս, հարի Վասյա, Վասյա, են կոմ, գնա, թութը արդեն հասել աղջիկեք ջան, Են մեծ ծառի վրա է, բայց չգիտեմ ոնց պետք է թափկանք, ստեղինը դեռ են չի, ստեղ մանր է այս ծառը, ատենց որ ասես բերքատու է, բերքատու չի, ես 3 տարի է մի հատ թութ վրեն տես չի եղել նորմալ, գնա գալիս են, իսկ ստեղ արդեն թափվում է, գնա, հələ նայեք ինչ լավն է, հասնում եկնում է, անձրև էլ երեկ եկավ, տեսեք, ես խոշոր է լավ, սպիտակն է ինքը, բայց չգիտեմ սրան ոնց կարելի է թափ տալ, որ մուրաբա անեմ, մենք սիրում ենք թթի մուրաբա, լավ դուռը բաց եմ թողնում, թող գան, քանի դեռ հողը խոնավ է, ես արդեն իմ գործը սկսել եմ, ես կոմից գնանք ցույց տամ, բազուկները արդեն շիթիլ եմ անում, նայեք, այստեղ շատ է, նոսրացնում եմ, հիմա տեսնեմ ինչքան կարամ անեմ, գնալու եմ Արսենի բլինչիկը պատրաստեմ, բայց անձրև ակալվել, ես գործն էլա շատ կարևոր, միջև խմորը մի 10-15 րոպե հանգստանա, ես բավականին գործ կանեմ աղջիկեք ջան, ինձ թվում այլ այս տեսակորդ չի լինի խոնավ, ես մի հարցն է լուծեմ, ու նոր անցնեմ առաջ, Են վերևի մասն է վարունգ եմ ուզում դնեմ, ներքև եմ ուզում վարունգ դնեմ, վարունգը պետք է սկեսուրս բերի, էլի շուտով կգա, շուտով միասին կսրճենք, անցա գործի աղջիկեք ջան, լապատկով փորում եմ, սենց փխրեցնում եմ ու շիթիլ եմ անում,
Այսքան շիթիլ եմ հանել աղջիկներ ջան, հիմա այսքանը պետքա շիթիլ անեմ։ Փախ անել ավտոմատ հետը դուրս է գալիս։ Սենց մաքրում եմ ու անցնում գործի առաջ։ Սենց հեշտ արագ մաքուր Այստեղ արդեն երկրորդ թե երրորդ անգամ եմ քախանանում կհավատաք, ուղղակի որ ոչ մի բան չէի ցանել, գործ չկար այստեղ անելու, անձրև եկել, տենց խոտը շատացել, անձրև եկել, խոտը շատացել։ Հիմա արդեն շիթիլ անեմ, մի հատ լավ կջրեմ, մի 2-3 օր կջրեմ, հո ինձ թվում է շատ լավ կլինի, տեսնենք։ Հուսանք այս տարի լավ կլինի, անցած տարի ինքը մի անգամից սերմ տրվեց, ոչ մի բան չեղավ, էլի, նույնիսկ սենց չէր մեծացել, բայց այս տարի սենց լավ է, դեռ լավ է, հետո չգիտեմ, կլինի թե չի լինի, ամեն դեպքում հույս ունենանք, որ կլինի։ Օրն էլ հավես, հով եղանակա, են որ սենց օր, մեկ էլ չգիտեմ երբ կլինի, պետքա պահը բռնես ու անցնես գործի, չսպասես սորեքուց, շատ մոտիկ չդնեմ, որ ինքը պետքա գլուխ էլ տա, մեծ լինի, քախանը հետը դուրս է գալի աղջիկեր ջան, հետո արդեն որ կպատ հեշտ կլինի մաքրել էլի կողքերը, խոտ մոտ, ինչպես տեսակ, ես ոչ մի խոտի դեղ չսրսկեցի, ասում են այդ դեղը որ սրսկում ես, հետո բերքը հատկապես խոտի դեմ որ սրսկում ես, կարտոֆիլը լավ չի լինում, լոբին լավ չի լինում, մի տեսակ համագալի էլի, չգիտեմ որքանով է ճիշտ, բայց դե քախանեցի ու հավաքեցի, հիմա էլ մեջը խոտ չկա, արևն էլ ինչը որ մանր էր վառել է։ Այս բազուկներն է, չգիտեմ, հույս ունենամ, որ լավ կլինի, ամեն աշխատանք էլ ժամանակ է պահանջում, էներգիա, իսկ ես փորձում եմ բոլոր գործերը սիրով անել, որ լավ ստացվի, անհավես ոչ մի բան չեմ անում, եթե ստիպված պետք է անեմ, ավելի լավ է չանեմ։ Հետո սիրում եմ, որ արդեն աշխատանքի արդյունքը հավաքում ես, վաճառում ես, օգտվում ես։ Ճիշտ է, այդ այս տոննաներով չենք վաճառում, բայց թե էլի վաճառվում է մի բան։ Աղջիկներ ջան, բավականին շիթիլ արեցի,
Եվ հիմա արդեն շատ շոկ է, արևը միանգամից այսպես սկսեց վառել։ Ասեցի շիթիլ անեմ ու ջրեմ։ Բայց դե հիմա հողը խոնավ է։ Մնա իրիկունը տեն ժամը 5-ի 6-ի կոմերը նոր կջրեմ։ Երեխեք հլը մի հատ գրեք տեսնեմ էլի, այս մարոնները շիթիլ անում են, թե չէ։ Գցեմ կայք, տեսնեմ ով կուզի, գա բեսպլատնի տանի շիթիլ անի։ Չգիտեմ, շատ է էլի, շատ եմ ցանել։ Ու ափսոսա սենց հանեմ թափեմ, տենց էլ ափսոսա կչորանա։ Չգիտեմ ինչ անեմ, մի հատ գրեք տեսնեմ էլի, եթե շիթիլ լինում է, գցեմ բեսպլատնի գանտ անեն, շիթիլ անեն, մեծանա։ Ինքը բավականին լավն է, նայեք արդեն լավ էսպես, որ առանձին տեղերում է, մեծացել է էլի ինտիր։ Նույնիսկ բազուկի շիթիլ կտամ, բեսպլատնի, չգիտեմ։ Էսի շիթիլ գիտեմ ըլնում, այսա կնկարեմ կգցեմ։ Ափսոսա էլի, լցրեցի հավերն ուտեն, հիմա իմանամ, եթե ուզող կա, գան տանեն, եթե դմարոլը շիթիլ արվում է, հիմա չհանեմ էլի, թողնեմ, մի հատ գրեք տեսնեմ, եթե լինում է, գցեմ բեսպլատնի, գան տանեն, եթե չէ, հանեմ հավերն ուտեն, իսկ ես արդեն իրիկունը կջրեմ ու ուզում եմ շարունակեմ, միջև վերջ սենց գնամ, են վերևն էլ արդեն վարունգ կդնեմ, կարևորը հիմա հողը փխրուն է, տենց անձրևը մի փոքր փխրացրել է, տենց չոր չի էլի, իսկ ստեղ աստղիկի սուղարկած կանաչին կցանեմ, չգիտեմ ռեհան էր, ինչ էր, տենց 2 տուփ ունեմ, այս ստեղ կդատարկեմ, կմաքրեմ ու ստեղ կցանեմ, ընդեղ նորից համեմ սամիտ պետրուշկա կլցնեմ, համեմս արդեն նորից լավ դուրս է գալի աղջիկեք ջան, այն օրը ինչ խաղել եմ, ջրեցի էլ, մի անգամից այսպես փարթամացել է, այսա նորից դուրս կգա, գնացի, գնամ տուն, մի հատ կոֆե կխմենք, ռեհանն էլ լավաց է, մի հատիկ շիթիլը կարծեմ ռեհանի 20 ռուբլի էր, վարունգները լավ դուրս են եկել, ին արդեն իրիկվա հովին քախանը կանեմ երեխեք ջան, այդպես, շատ շոք է, շատ, արևը վառեց, մի 2 շոր ունեմ, եսա լվանամ կցեմ, չորանա, աղջիկներս հյուրեր ունեինք, իսկ կեսուրիս քույրը, այսինքն մեր մորքուրներ եկել իր հարսի, տղայի և թորնիկների հետ, իրենց հետ բերել էինք չոկոպայ, զողիկ, կուկուրուս, պեչենի, այս տեսակ պեչենին է, և յոգուրտ, ապրեք շատ մորքուր ջան, հարսիկ ջան, զգացված եմ շատ, աղջիկներս գտնվում ենք հյուրասենյակում, այսօր մաքրելու ենք բազմոցը, ես ընդհանրապես պարագեներատորով չեմ մաքրել և ինչպես տեսնում եք շատ լավ վիճակում է գտնվում բազմոցը, տենց որ նայում ես ոչ մի գրամ կեղտ չի էլ երևում, որովհետև տենց կեղտոտ չի, ես միշտ ծածկում եմ և ընթացքում, եթե ինչ-որ միտեղ կեղտոտվում է, մաքրում եմ, բայց ոչ պարագեներատորով, իսկ այսօր պետք է լվանանք ու տեսնենք ինչպես է մաքրում, արդյոք կեղտոտ է թե ոչ, այնպես որ մնացեք ինձ հետ, որպեսզի դուք էլ տեսնեք և ինչ նասատկով եմ մաքրում, արդեն ցույց եմ տալիս, հատուկ շորով է, իրան տենց ելկաթով կամ այն մյուս նասատկաներով չեմ մաքրում, շորը դնում եմ և ինքը շատ փափուկ, այսպես գոլորշիով մաքրում է, այս են նասատկանը, որի վրա ավելացնում եք մյուս նասատկի, որպեսզի լուսամուտները մաքրեք, մի քանի նասատկա ունի այս պարագեներատորը, ես իրանից շատ գոհ եմ, ես քան ժամանակ չի եղել ինչ-որ գործ անեմ ու իմ դուրը չգա, շատ լավ մաքրում է, շուտով մեծ ննջասենյակի լուսամուտները կմաքրենք, այդ էլ ձեզ ցույց կտամ, որպեսզի ավելի վստահ լինեք վերցնեք, թե ոչ,
Ինչ գործ անեմ իրանով, անպայման ձեզ ցույց կտամ, որպեսզի դուք էլ համոզվեք, արդյոք դա ձեզ պետք է թե ոչ։ Դե ինչ սիրուններս, ես մաքրում եմ մեր բազմոցը, ձեզ բարի դիտում։ Եթե կհավանեք, միանշանակ կուղարկեմ արտիկուլը, եթե ցանկանաք, կարող եք գնել եւ իմ նման ուրախ գործ անել։ Իսկապես չես հոգնում այս ապարատով գործ անելուց աղջիկներս, որովհետև արդյունքում ուղղակի հիանում ես քո արած աշխատանքից։ Ինչպես տեսնում եք, ահա որ կեղտոտ էր մեր բազմոցը աղջիկներս, ես չէի պատկերացնում, որ սենց կեղտոտ կլինի, շորը տեսակ արդեն տարալվացի եւ բերեցի։ Լվանալու ընթացքում բազմոցը մի քանի անգամ շորը կլվանաք, լավ կմզեք, նորից կանցնեք ձեր գործին։ Նշեմ աղջիկներս չմոռանամ, ես ջրի մեջ ոչ մի գրամ հեղուկ չեմ ավելացնում, մաքուր ջուր է, ջուրը անընդհատ ինքը շուշտ էլի, ջուրը վերջանում, պետք է անընդհատ ջուր լցնեք եւ առանց որևէ հեղուկի։ Եթե ինչ-որ հեղուկներ ավելացնեիք ապարատի մեջ, մի քանի ժամանակ հետո ձեր ապարատը էլ չի աշխատի։ Ինձ իմ հետևորդուհիս է ասել խորհուրդ տվել, ես ուղղակի սովորական ջրով եմ լվանում։ Իսկ որտեղ որ ասեն գազօջախ եմ մաքրում, լուսամուտ եմ մաքրում, հեղուկը լցնում եմ գազօջախի վրա լուսամուտի եւ նոր մաքրում եմ։ Աղջիկներս, մի հատ տեսեք ինչպես է փայլում, ես չէի պատկերացնում, որ բազմոցը այսքան կեղտոտ կլիներ եւ մաքրելուց հետո այս տեսքը կունենար։ Ես ուղղակի ապշած եմ եւ եւս մեկ անգամ չեմ փոշմանում, որ գնել եմ այս ապարատը, այս հրաշքը, որ գտնվում է իմ ձեռքի տակ։ Անի ջան, շնորհակալ եմ քեզ այսքան գրելու համար, Աննա ջան, բազմոցը մաքրում է թե ոչ, եթե դու այդքան չգրեիր, ես հիմա այս գործը չէի անի։ Միանշանակ շատ ծանրաբեռնված եմ աղջիկներս, լավ գիտեք, բայց ժամանակ գտա, որպեսզի Անին ցույց տամ, տեսնի արդյոք մաքրում է թե ոչ եւ արդյունքում իմ բազմոցն է մաքրվեց։ Անչափ շնորհակալ եմ Անի ջան քեզ։ Կարող ես հանգիստ մաքրել, շատ ընտիր մաքրում է, ինչպես որ տեսնում ես ինքդ։ Ոչկա կոսочка, բարև ձեզ։ Դու գիտես քեզ ինչքան նամակ են գրում, Սոֆիա։ Սոֆիա Մարիանա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հետո Կաղաքա։ Մամա բացի։ Հա։ Մամա բացի։ Ահա։ Հա։ Լոգիկա իրեն գքաշել է։ Մի քայնած խաղցավ չեն, տենա ուրիշ խաղը։ Ես ասում եմ փողով տամար։ Это бабайка. Փողերը բդեշտա, նենց լավ հետաքրքիր բան է, даже հետո սորվիստը։ Ծերի 3 օր, եկուցել всё, արդեն պլատնի։ Պետք է մուծես այնտեղ։ Ինչքան որ կուզես։ 6 ամիսը 1740, մի ամիսը 340։ Ես էլ եմ էլի երիքի մաղարնում կուրսերը, մի հատ թայր էլի, աղբաղակա բերելանյութիկը, Աղջիկա Մարիան, հեսա պետ երախեք էր ուդեմ, այն է, կեշտ է Մարիան, սպասեց էլինայի արսունի Ինչ է համով, որ լավ է սորներ Это кто? Гуляй, говори, котик такой не шушается. Не шушается. Вот что напоминается. Вот что хорошо. Երիկուն է Գյորգին ասա, որ Красава. Моя буду большой.
Հայջան։ Սոֆոչկա։ Hello, կեսօր ձենը դուս չեկա։ Հայջան։ Մեր հարևանի թթի ծառնա։ Հələ նայեք ինչ քոնո։ Ինչ լավն է։ Տենաս կթողան հավաքենք։ Հա, ինչ պետք է անեմ, որ։ Համով չի Աննա։ Ինչ է լավ է։ Հա, քաղցր չի։ Հələ նայեք ինչ լավն է։ Տենաս ես ում ծառնա հարցնենք թափ տանք։ Անհամա։ Անհամա, հա։ Կարելի է գնալ տենալերին ծառը հասելա։ Անցած տարի որ հավաքինք մուրաբարինք է։ Ննեք ինչ սիրուն է։ Ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսին այս մեղքի աշխարհում հոգնել է իմ հոգին Мама, это вот это. Купи семечки. ապրելով խավարում Եկեք, արի Մինթիթիս նայք Էլինա